անջատ եմ podcast։ Մենք միշտ մեր ստանդարտները էլ ավելի ենք բարձրացնում, ինչը լավ է։ Իմ դիսցիպլինան նենց ոնց որ գիտեի, ուղղակի սենց քանդվեց մի քանի օրվա մեջ։ Ու հիմա երբ որ դու ապրում ես արդեն իրականության մեջ, մեկ-մեկ ուզում ես այդ անգամ երկուս անես։ Ինձ թվում է հաջողած այն բիզնեսը, որտեղ որ բնական process կա։ Միանշանակ։ Բոլորը գիտեն, բոլորը ասում են այդ րոպեին, որ դանակի տակ մենք էլ ընկնենք։ Մեզ էլ ես, մի բան, մեզ էլ ես այդտեղը։ Նույնը պրեպան, հա, երբ որ բացեցի, նույնիսկ իմ շատ հարազատները ասում են, դե լավ, ով պետք է այդ քրաֆտի տուփից գա Հայաստանում նստի ուտի։ Everything Wellness-ի մեր այսօրվա հյուրը Անժելան է, ով պրեպայի հիմնադիրն է, մայր է եւ կին, եւ այսօր հավաքվել ենք խոսելու բալանսի մասին։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ լինել այստեղ եւ զրուցել մի փոքր իրոք բալանսի մասին, կյանքի բոլոր բնագավառներում։ Անժելա ջան, ինչ է վերջապես այդ բալանսը։ Իրականում շատ ինդիվիդուալ թեմա է, որովհետև ամեն մեկի համար կարծում եմ բալանսը յուրովի է ընկալվում։ Ինձ համար բալանսը այն մեջտեղն է, հա, ես ընդհանրապես կյանքի բոլոր բնագավառներում դեմ եմ ինչ-որ ծայրահեղությունների, դա կլինի որպես կին, որպես մայր կամ որպես գործարար, եւ փորձում եմ իմ կյանքում ամեն բնագավառում իրոք բայել այդ բալանսը, այսինքն համ լինել առողջ, ապրել առողջ, հետևել առողջ ինչ-որ երևույթների, այսպես ասած, մարզվել, սնվել առողջ, բայց բնականաբար հասկանում եմ, որ նաև այդ ամեն ինչը գեղեցիկ է եւ ընկալելի է բալանսի մեջ, որովհետեւ երբ որ դուրս ես գալիս շատ այդ բալանսից, երկարաժամկետ այդպես ապրելը մի քիչ ավելի բարդ է դառնում։ Ինձ համար բալանսի ընկալումը դա է։ Անժելա, իսկ լինում է, որ դուրս ես գալիս բալանսից։ Դե բնականաբար, եթե Հայաստանում եմ, Երևանում եմ, փորձում եմ դուրս չգալ։ Ինձ համար մի քանի բան է, որ ոնց որ իմ օրս, այսպես ասած, ես համարում եմ բալանսավորած։ Դա առավոտվա մարզվելն է, որը փորձում եմ գոնե ամեն օր, բացի շաբաթ-կիրակի օրերից պահել, երեխաներիս հետ ժամանակ անցկացնելն է, աշխատանքի անպայման գնալն է, աշխատելն է, հա, ամուսնու ժամանակ հատկացնելն է, այսինքն իմ համար բալանսի ընկալումը դա է։ Բնականաբար առողջ ծնվելը, առողջ ինչ-որ բաների, այսպես ասած, առօրյայում ունենալը, բայց իմ համար բալանսը դա է, որ ես ընդհանրապես մի քիչ դա վատ է, բայց ունեմ խնդիր, որ պետք է ամեն ինչ հասցնեմ ու չգիտեմ, դա ինձանից աննկարագրելի շատ էներգիա է տանում, բայց փորձում եմ համ լինել աշխատանքում 100%, համ ընտանիքում, համ երեխաներիս հետ, համ ամուսնուս հետ, ու երբ որ դա այդ ամեն ինչը ստացվում է, ես համարում եմ, որ օրս ու ինչ որ այդ շրջանը բալանսավորված է։ Բնականաբար, երբ որ գնում ես արտերկիր կամ հանգստի, արդեն դժվար է այդ ամեն ինչը տենց 100% պահելը, ինչ որ մի բանը մյուսի հաշվին տուժում է, բայց փորձում ենք պահենք։ Անժելա ջան, խոսեցիր կնոջ դերերի մասին, իսկ ո՞րն է քո ամենասիրելի դերը եւ ո՞ր դերն է ամենադժվարը տրվում։ Բոլորի մեջ կան իրենց դժվարությունները եւ կան լավ ուրախ պահերը, ինձ թվում է ամենտեղ փորձում եմ վայելել, հա, բնականաբար ծնող լինելը ինձ թվում ամենադժվարն է, Հասմիկը ինձ լավ կհասկանա, որովհետեւ համոզում ես լավը լինես, համոզում ես իրոք 100%-անոց տրվես երեխաներիդ, հա, իրանց ամեն ինչով ապահովես, լավ ժամանակով, գիտելիքով, չգիտեմ, դաստիարակությամբ, բայց միևնույն ժամանակ այդտեղ էլ փորձում ես բալանսը պահես, համ խիստ լինես, համ ջերմ լինես, ու իրոք դա ինձ օրինակ դժվար է տրվում, մանավանդ որ ունեմ 3 տղա, որոնցից 2-ը զույգ են, իրանց հետ մի քիչ բարդ է այդ, որ համ ուզում ես իրանք լավը մեծանան, դաստիարակված մեծանան, համ էլ ուզում ես իրանց, այսպես ասած, մանկության մեջ ջերմ լինի, հա, չլինի անընդհատ խոսակցություն կռիվ եւ այլն, դե բնականաբար այդտեղ էլ փորձում ես լինես 100% գործ աշխատանքի վայրում էլ, ինձ համար, չգիտեմ, բոլոր տեղերը ես փորձում եմ 100% լինեմ ու իրոք վայելեմ, որովհետեւ իմ գործն էլ աննկարագրելի շատ եմ սիրում, իրոք ու վայելում եմ այն ամեն վայրկյանը այնտեղ անցկացրած, թե ինչ որ նոր բաների ստեղծում, թե դրանց նկարահանում, թե ուղղակի ինչ որ օպերացիոն գործընթացներ, դժվար ոչ մեկը հեշտ չի տրվում ոչ մեկ,
բոլորը ունեն իրենց դժվարությունները, բայց չեմ կարող առանձնացնեմ ինչ-որ մի դեր, որ ամենաշատն եմ սիրում կամ ամենաքիչը։ Իսկ դու ամենադժվար պահեն է, երբ որ իրոք ուզում ես ամեն ինչ հասցնել ու շատ հաճախ այս դերերը սկսում են միախառնվել իրար, որովհետև օրինակ դու երեխաների հետ ես, մեկ էլ հիշում ես, որ գործի հետ կապված ինչ որ բան ունես կամ միտքդ գնում է այնտեղ, ինձ համար օրինակ շատ դժվար է տարանջատել այդ դերերը ու լինել լիարժեք այստեղ եւ հիմա, դա ինձ համար challenging ամենադժվարն է, բայց ես միշտ փորձում եմ դա անել, բայց եթե դու էությամբ այնպեսին ես, որ ուզում ես ամեն ինչ հասցնել, սա միշտ իրար սկսում է խանգարել, չէ՞։ Ես օրինակ այդ դա ինձ դժվար է, որովհետև իրոք նույնիսկ երբ որ տուն իմ մարդ է գալիս, ասում եմ հեռախոսը չի անջատվում, ես չեմ կարողանում։ Օրինակ մարդկա ասում է դե լավ, մի կողմ եմ դնում, վсё, եկա տուն, երեխեքի հետ եմ, ընտանիքի հետ եմ, ես չեմ կարողանում։ Ես մինչև այդ գիշերվա ժամ 1-ը այդ գործով եմ, չգիտեմ, ինձ գրում են, երևի դա ես էլ եմ դա մտցրել իմ աշխատակիցների մեջ, որ ինձ յուրաքանչյուր ժամի կարան գրեն, բայց այդ դա իրոք դժվար է, որ լինես այս պահին ստեղ 100% ու չխառնես այդ դերերը, բայց ինձ թվում է դա մի քիչ էլ ոչ ռեալիստիկ է։ Իսկ կա ժամ, որ այդ ժամից սկսված ավելի ակտիվ ես աշխատակիցների հետ շփվում։ Բոլոր ժամին գիշերը Երեխաները քնում են, ես արթնանում եմ։ Ու հիմնականում դա լինում է, որ Instagram-ի ժամն է գալիս, որ անջատված բաներ ես թերթում, ու իմ feed-ը կամ ուտելիքա կամ drink-ա, բնականաբար, ուղարկում եմ աշխատակիցներին։ Այս վերջում кейսեր եղել, որ աշխատակիցը այն edge-ը, որ անընդհատ ուղարկում, իրանց գրել էր իմիջներ ուղարկի, ասել էր կարակ բլոկ անեք իրան, որ ընդհանրապես ինձ բաներ չուղարկի, կյանքը կերել է։ Իրականում բալանս պահելը շատ ենք լսում այդ բալանսի մասին, անդադ ամեն մեկս փորձում ենք, ես կարող եմ ասել, որ գործի մեջ ես միշտ մտածել եմ, որ ես երբեք բըրնաութի չեմ գա, որ ես մարզվում եմ, յոգայով եմ զբաղվում, վերահսկում եմ, չգիտեմ, իմ օրվա ամբողջ schedule-ը, բայց եկավ մի պահ, որ հասկացա, որ ինձ մտավոր այնքան էի ծանրաբեռնել, որ ֆիզիկապես իրոք կարող էի, որ ֆիզիկապես չէի հոգնել, բայց միտքս ուղղակի չէր կենտրոնանում ոչ մի բանի վրա։ Դրա համար այդ ներկա լինելը ինձ շատ դժվար սկսեց մի պահ տրվել, ու ես հասկացա, որ պետք է ավելի շատ կենտրոնանամ իմ առողջության վրա, ու նորից սկսեցի այդ փոքր քայլերի արվեստը։ Օրինակ, ինչպես կենտրոնանալ մի email-ը միջև վերջ գրել, ինչպես կենտրոնանալ մարդուն լսել ու կհավատակ ես վերջերս նույնիսկ երբ որ զրուցում եմ գործընկերներիս հետ կամ ընկերներիս, առաջին բանը որ ինձ ասում եմ տվյալ պահին, հիմա կենտրոնացիր, նայիր դիմացինի աչքերի մեջ ու մինչև վերջ լսիր ու հասկացիր ինչ է ասում։ Իրոք ինձ դա շատ դժվար էր տրվում ու ես չեմ վախենում դա խոստովանել, որ շատ աշխատելուց, գերպրոդուկտիվ լինելուց, միշտ գերազանցիկ լինելուց, ամենտեղ հասցնելուց ես ինքս ինձ էի վնասել, որ նույնիսկ պարզ ինֆորմացիան խանութում կամ չգիտեմ սրճարանում չէի կարողանում ընկալել ինչ է ասում մատուցողը, նույնիսկ խանութում չէի կարողանում հարցը տալիս էի, պատասխանը չէի լսում։ Իսկ օրինակ ձեզ մոտ ստացվում է ոչինչ չանել, կենտրոնանալ ու ոչինչ չանել։ Օրինակ կան օրեր, օրինակ շաբաթ օր ասում ոչ մի բան չեմ անելու։ Արթնանալ եմ, ոչ մի բան չանեմ։ Չի լինում, չէ։ Դրանից ես ընկնում եմ պանիկայի մեջ, ինձ թվում է մի բան է ինչի իմ Fear of missing out։ Ասել անցած տարի հիմնեցիք Healthy Movement-ը, մի քիչ կպատմես ինչ էր դա։ Իհարկե, երբ որ ես հիմնել եմ Prep-ան, այս տարի կլինի 4 տարի, իր հենց գաղափարախոսությունը այդ բալանսավորված սննդի մեջ է, ու իրականում այն ամենը ինչ որ մենք ստեղծում ենք, հա, չունի ոչ մի հավելում, չունի ոչ մի, այսինքն սնունդը կամ հյութերը կամ յուրաքանչյուր այն product, որը որ վաճառում ենք, փորձում ենք շատ process-ներ անցած չլինեն, այսինքն մաքսիմալ բալանսի եւ առողջի մեջ մնա, ու անցած տարի փորձեցինք մի քիչ ավելի շատ խոսենք դրա մասին, որովհետեւ հասկացանք, որ սպառողը այդքան տեղյակ չի դրանից, եւ նաեւ տեսնում ենք, որ կոնկրետ հաճախորդը, հա, էլ ավելի գիտակցված է գնում կատարում կոնկրետ սննդի, Հասմիկը ավելի երևի այս ամեն ինչի փոփոխությունը կնկատի, առաջ այն հարցերը, որ հիմա հնչում են, հա, կլինի կալորիականություն, չգիտեմ, շաքար պարունակումը, ինչ անգրեդիենտները, ավելի տեղեկացված են, երբ որ մենք ստեղծել ենք Prep-ն, չենք ունեցել նման հաճախորդներ։ Հակառակը ինչ որ ավելի healthy բան ենք մտցնում ու չէր պրոստո, ուղղակի չէր վաճառվում, չգիտեմ, թիմը գալիս էր, ասում են չեն հասկանում, չեն գնում եւ այլն։ Հիմա տեսնում ենք, որ չէ, անցած տարի մենք հասկացանք, որ իրոք այդ ինֆորմացիան պակասում է հաճախորդին, ու մտքում էլ կար Prep-ն ասվածը ու փորձեցինք, այսպես ասած, հերթականությամբ գծել այդ campaign ասվածը, հա, սկզբից արեցինք Healthy Movement-ը, որը որ բալանսի մասին է, հա, որ այսինքն դու կարող ես ուտել առողջ, բայց ուտել համով,
պարտադիր չի ուտել ուղղակի կանաչներ, չգիտեմ, նույնիսկ մարդիկ ասում են դե զեյթունի ձեթ չեմ անում, աղ չեմ անում, ոչ բան չեմ անում, որ առողջ լինի, չէ։ Հակառակ այդ ամենը պետք է անես, որ այդ ամանդ ավելի բալանսավորված լինի։ Համ պրոտեին պետք լինի, համ ածխաջուր պետք է լինի, համ ճարպ պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի։ Ու կա այդ կարծրատիպը, որ եթե առողջ ես սնվում, հիմա իհարկե ավելի քիչ, բայց հատկապես մեր մշակույթում այդ կարծրատիպը իսկապես կար, որ առողջ նշանակում է անհամ կամ առողջ նշանակում է թանկ, խաշած, ուրիշ ոչինչ, չէ։ Ահա, ոնց որ այդ պատկերացումը կար, բայց հիմա ավելի դեպի գնում է գիտակցված վերաբերմունք։ Ավելի գիտակցված է գնում ու իմ համար էլ թեման շատ հոգեհարազատ է, որովհետև ես փոքր ժամանակ շատ լիքը մարդ շատ գեր եմ եղել, շատ։ Ու իմ շատ, այո, շատ, ու շատ։ Չէ, շատ։ Ինչքան շատ։ Չէ, դե շատ։ Մի հատ կարող նկար։ Կանջատ եմ ոդկաստ։ Չէ, ու իրոք հետաքրքրեց ինչ կա։ Չկտամ հետո ձեր։ Ու մի խոսքով ու իրոք որ պուճուր էի, պուճուր ասելով 11-12 տարեկան, իմ տարիքի համեմատ շատ ավելի քաշով բարձր էի ու հենց այդ ժամանակվանից ոնց որ այդ ժամանակ ես չէի գիտակցում, ես չէի հասկանում այդ ամեն ինչը։ Ու եթե չլիներ մամաս, ով շատ խիստ էր, ով մեր տուն կարային գային հյուրերը, ես ասում եի ինչ լավ, այսա կգնամ, կնստամ, կուտամ, այդ ամենը թափում էր ուղակի, որ շուտեմ ու իրոք ես այտենց ոնց որ կորցրեցի այդ ավելքաշը ու մինչև հիմա ես, չգիտեմ, իմ օրգանիզմից է, երևի Հասմիկը ավելի այդ ամեն ինչը շատ ավելի լավ կհասկանա, որտեվ ես մասնագետ չեմ այդ ամեն ինչի, բայց ես ոնց որ եթե այդ բալանսը չպահեմ, այսինքն բալանս ասելով ես հասկանում եթե ես երեք օրինակ գնացի, չգիտեմ, ընկերներով միտեղ կերախմեցի եւ այլն, ես այսօր պետքա դա չանեմ։ Այսինքն ես պետք է այսօր ավելի դա նորմալ է։ Հա, կամ չգիտեմ, շաբաթվա մեջ մի օր ուղղակի չեմ ուտում, մենակ ջուր եմ խմում, ես դեմ եմ այդ հյութեր խմել եւ այլն, որտեվ դա անիմաստ շաքարի ինչ որ, չգիտեմ, օրգանիզմի անիմաստ շաքարի կուտակումներ է, այո։ Մի խոսքով իմ համար հենց այդտեղից այդ բալանսն է, որտեվ ես իմ կյանքը այդ բալանսի վրա եմ, նույնիսկ սնունդը։ Ու երբ որ ես պրեպարում ստեղծում եմ այն ամենը, ինչ որ ես ուտում եմ ու ուզում եմ ուտել։ Այսինքն, չգիտեմ, աղցան, իր պրոտեինով, իր, չգիտեմ, բանջարեղեններով եւ այլն, ու այդտեղից ոնց որ փորձեցինք մեր սպառողին ու ընդհանրապես բոլորին ոնց որ ավելի իրազեկ պահենք, ինչի է բրենդը ստեղծվել, ինչումն է իր գաղափարախոսությունը, որտեվ հիմա շատ բրենդեր կան, հա, ուղղակի այդ կրաֆտի տուփի մեջ ինչ որ աղցաններ են վաճառում կամ սենդվիչներ, մենք մեր հացը մենք ենք պատրաստում, ամբողջ սոուսները մենք ենք պատրաստում, չկա ոչ մի հավելումներ, հյութերը cold press-ի եղանակով է լինում, որ մաքսիմալ վիտամինները պահվի, ոչ մի հավելում չենք անում, նույնիսկ ասում են, դե լավ հավելում արեք մի երկու օր ավել պահեք, լավ է, էլի չէ։ Անժես որ ասացիր, որ մամադ թափում էր հյուրերից հետո ուտելիքը, իմ մոտ հարց առաջացավ, իսկ պրեպայում որ ուտելիքը մնում է, ինչ եք անում։ Նույն մեթոդն է կիրառում։ Մամայի մեթոդն է կիրառում։ Դե հա, որովհետև նույնիսկ օրվա ընթացքում լինում են кейսեր, որ օրինակ, չգիտեմ, ուտելիքը փչանում է մեջը, սոկը փչանում է մեջը, թթվում է օրինակ, որովհետև նամանավանդ ամռանը դա շատ բարդ է կառավարելը, որովհետև ինչքան է մենք պահում ենք այդ վիտրինասառնարաններում, ամեն դեպքում իրանք շփվում են արտաքին ջերմության հետ ու երբ որ դու այդ ամեն ինչը դնում ես տարայի մեջ, նույնիսկ շշի մեջ, հա ու փակում ես ու չկա ոչ մի հավելում, իր հավանականությունը փչանալու շատ մեծ է։ Դրա համար ոնց որ մենք այդ ռիսկին չենք գնում ու նույնիսկ դա սխալ է, դրա համար ամբողջը թափում ենք։ Ինչ որ մի պա տալիս էինք բարեգործության, եթե կային ցանկացողներ, բայց դրա անկալումն է Հայաստանում այդքան տենց ոնց որ լավ չի։ Դրա համար փորձեցինք այդ կտորից խուսափել ու պրոստը թափում ենք։ Անժելա, իսկ ո՞նց է վերաբերվում բացասական ֆիդբեքին կամ օրինակ դες նշեցիր, որ լինում է, որ օրվա մեջ օրինակ կարող է սնունդը, քանի որ թարմ է ու տեղում պատրաստում եք, տեղում վաճառում եք, իհարկե սննդի բիզնեսի մեջ բոլորս էլ հասկանում ենք, հնարավոր չի անթերի ամեն անգամ սերվիս մատուցել, ո՞նց է վերաբերվում բացասական ֆիդբեքին, ո՞նց է աշխատում ֆիդբեքի հետ։ Դե բնականաբար ծանր եմ տանում ինքս իմ մեջ, բայց ասենք մի պահ շունչ եմ քաշում։ Եթե դա ֆիդբեք է, որը որ շատ սուբյեկտիվ է, բնականաբար դա էլ եմ հասկանում, որովհետև լինում են դեպքեր, բայց շատ բարձր եմ գնահատում, որ ինձ իրոք ասում են, որովհետև
մարդկային գործոնը ամեն դեպքում ոնց որ թե այդ սնունդը, թե այդ հյութը, թե դիսերտը մարդկային գործոնը շատ մեծ է դա։ Ու խնդիրները բնականաբար անխուսափելի են, ու իմ համար շատ գնահատելի է, որ ինձ ասում են, որ խնդիր է լինում, որովհետև ես արագ դրան լուծում եմ տալիս, որովհետև յուրաքանչյուր իմ համար չլուծված խնդիր իր վրա կուտակում է այլ ավելի շատ խնդիրներ, հետո արդեն ծայրը չես կարողանում գտնել նամանավանդ մեծ բիզնեսում։ Դրա համար շատ կան օրինակ շատ մարդիկ գիտեմ, որ շատ նեգատիվ են, միանգամից ինքնապաշտպանողական եւ այլն։ Ես այդ կետը չունեմ։ Իմ համար լրիվ օքեյ է։ Նույնիսկ երեխաներիս հետ եմ տենց։ Ես այն մամաներից չեմ, որ ասում են, դե իմ երեխան ճիշտ է, չէ։ Կարա եւ իմ երեխան է սխալ լինի ու օքեյ է, երեխա է։ Հակառակը պիտի հասկանամ ինչի է սխալ ու փորձում այդ խնդիրին լուծում տալ։ Հա իրականում այդ այնքան շատ թեթևություն խաղաղություն է բերում ու ավելի շատ տեղ է մնում զարգանալու ու նոր բաներ անելու, քան թե անընդհատ պաշտպանվելու։ Հաս, իսկ դուք ասես օրինակ, ինձ հետաքրքրեց, քանի որ դու էլ ծննդաբան ես ու ունես շատ հաճախորդներ վստահ եմ, ում համար հատուկ սննդակարգ ես ձևավորում, ինձ կասես հետաքրքիր է օրինակ մեր մշակույթում ոնց է հնարավոր մարդուն իր սովորություններից փորձել քիչ-քիչ հետ կանգնեցնել ու ավելի առողջ սովորությունների բերել։ Մի քիչ կուզեմ խոսենք նրանից, թե ոնց ենք մենք մեր կյանքում սովորություններ ձևավորում, ոնց է դա օրինակ քո պարագայում քո պացիենտների դեպքում, Անժելայի պարագայում, քանի որ պրեպան իրոք քաղաքում լրիվ նոր մշակույթ ստեղծեց, նոր սովորություններ, մարդիկ թե լանչի, նախաճաշի, թե իրենց սնեքերի ընտրության հարցում իսկապես նոր սովորություններ սկսեցին ձեռք բերել։ Ոնց ես նկատում էլի հաստու մարդկանց մեջ այդ սովորությունները։ Այստեղ իրականում երկկողմանի process պիտի լինի, այսինքն չի կարող միայն լինել, ենթադրենք մասնագետի կողմից ամբողջ մոտիվացիան եւ process-ը լինի մասնագետինը, այստեղ պիտի լինի համագործակցություն, այսինքն անձը եթե եկել դիմել է մասնագետի, պիտի պատրաստ լինի ընդունել իր սխալները, հասկանալ դրանք եւ պատրաստական լինել դրանք փոխելու։ Իսկ մասնագետը արդեն իր կողմից պիտի ներշնչի վստահություն եւ սա իրականում համատեղ աշխատանք է, համագործակցություն է։ Միակողմանի չի կարող լինել, այսինքն չի կարող լինել միայն պացիենտի կողմից ուղղակի պատրաստակամություն մասնագետը լինի անտարբեր, այսինքն ջանք չդնի այդտեղ եւ լինի հակառակը, մասնագետը փորձի ամեն ինչ անել, բայց պացիենտը պատրաստ չլինի այդ փոփոխություններին։ Ահա իսկ ոնց է պրեպայի պարագայում մի քիչ կպատմես այդ նոր culture-ի մասին, ոնց մարդիկ սովորեցին, ինչա պրեպան ու արդյոք պրեպան ունեցավ այն կտորը կրթական, որով ստիպեց իրոք մեր հասարակությանը գնալ դեպի ավելի առողջ ապրելակերպ։ Չեմ կարող ասեմ, որ պրեպան հենց եղել է այդ դրդապատճառը, որ մարդիկ բնականաբար ավելի առողջ են փորձում սնվել եւ այլն, դա իստում է ուղղակի կոնկրետ Հայաստանում, հա, մարդիկ էլ ավելի հասկացան դրա կարեւորությունը, մարզվել է, ամեն օր մարզվել, չգիտեմ, լավ սնվել, ջուր խմել, քայլել եւ այլն, դա նաեւ ես տեսնում եմ այդ փոփոխությունները Փյուրում, երբ որ ես, չգիտեմ, տեսնում եմ, որ օրինակ, չգիտեմ, տարիներ շարունակ նույն խմբով գնում ենք պիլատեսի անծանոթ մարդիկ, բայց ես տեսնում եմ, որ ոնց են բոլորը մոտիվացված, ոնց է իրանց առօրյայում դա մի հատ sense մեծ կտոր, հա, այդ էական չի պիլատեսի կգան ջիմ կգնան թե ինչ կանեն, ու ես այդտեղ հասկանում եմ, որ այո, դե բնականաբար նման բիզնեսներ բացելով դու մարդկանց մեջ ինչ-որ կուլտուրա ես մտցնում, չգիտեմ, երբ որ մենք բացեցինք Փյուրը, պիլատեսի մասին շատ քչերը գիտեին, հա, կար քաղաքում էլի ստուդիաներ, բայց մասնագիտացված հենց այդ Փյուր, ինչի անունը Փյուր, որովհետև մենք Փյուր պիլատեսի մասին ենք, որը չկա ուրիշ ոչ մի ինչ-որ ֆորմայի պիլատեսներ, հենց պիլատեսն է, նենց ոնց որ կա։ Ու բնականաբար մարդիկ էլ ավելի հասկացան պիլատես ինչի մասին է, ինչ է իր առավելությունները եւ այլն, ու հիմա տեսնում ենք թե ինչքան տրենդային է դարձել պիլատեսը։ Նույնը պրեպան, հա, երբ որ բացեցի, նույնիսկ իմ շատ հարազատները ասում էին, դե լավ, ով պետք է այդ կրաֆտի տուփից գա Հայաստանում նստի ուտի, ամեն դեպքում մեր ազգը մի քիչ ունի կոմպլեքսներ, լավա թե վատ, մեծ դեր խաղաց ինձ թվում է, երբ որ ռուսներ շատ եկան Հայաստան, որովհետև իրancs համար այդ կուլտուրան ընդունելի էր, ու երբ որ հոսքը արդեն իրանց շատ եղավ, ոնց որ նաև մյուսները տեսան եւ այլն, ասենց ոնց որ ինքնին ստեղծվեց այդ ամեն ինչը, որ ասում եմ, ոնց որ սկզբից չի եղել մարքեթինգը ուղղված, վայ, եկեք կրթենք այս ամեն ինչը, ինքնին այդ ամեն ինչը ստեղծվել է։ Հետո մարդիկ ասում են, գիտես, ամբողջ օրը պրեպա եմ ուտում, նույնիսկ նիհարում եմ։
նենց հաստատում համ նախաճաշն եմ անում, համ լանչն եմ անում, համ դիներն եմ ձեր մոտ կազմակերպում, այնքան հետաքրքիր է ու իրոք դա նրանից չի, որովհետև մենք դիետա ենք կամ այլ ուղղակի այդ ամենը հաշվարկված է այդ ամենը ստեղծվել, հա, ամեն ինգրեդիենտ ինչը մեջը դրված է, շատ հաշվարկված է ու դրա համար ոնց որ ինքը արդեն բերում է բալանսի ու մարդը երբ որ մի բան անում է ու զգում է, վայ, լավ եմ զգում, մի րոպե այսօր արեցի, լավ եղավ, վաղն էլ անեմ, մյուսօրն անեմ, բնականաբար արդեն ինքն էլ է մոտիվացիա ունենում այդ ամենը կրկնելու, իր առօրյայում մտցնելու։ Անժ, իսկ քանի որ դու փորձ ունես տարբեր բիզնեսի տարբեր ոլորտներում, եթե դնես համեմատության մեջ սննդի բիզնեսը Փյուրի հետ, դրանց լավ ու վատ կողմերի մասին կպատմես դժվար ու հեշտ։ Փյուրը իրականում ես հիմնել եմ Ինեսայի հետ, ով հենց ինքը ոնց որ պիլատեսի երկար փորձ ունեցող մասնագետ է, ով որ ունի բասի ոնց որ դպրոցի վերապատրաստումը, այդ առումով բաներ կա, որ ավելի հեշտ է, որովհետև եթե ես լինեի այդ բիզնեսում մենակ, բնականաբար ես չեմ հասկանում այդ ոլորտից։ Պրեպայում ես կարամ լինեմ մենակ, պրեպայում միշտ ասում եմ, որ դռները փակեք գնաք տուն, ես էլի կարամ աշխատացնեմ, բայց պիլատեսը չէ, դու պետք է ունենաս այդ մասնագետներին, ինչի, որովհետև նախ դժվար է պիլատեսը այնքանով, որովհետև մենք միշտ ունենք այդ խնդիրը, հա, դու բերում ես մարզիչին, կրթում ես, սովորացնում ես, որը աննկարագրելի էներգիա է տանում, հա, կոնկրետ Ինեսայից, հետո մեկ է թողում գնում եմ, որովհետև չգիտեմ, կարող է կողքի ստուդիան մի քիչ ավելի լավ առաջարկ ունի։ Հետո նորից դու պետք է գտնես մարդ, նորից սովորացնես, որովհետև չես կարող ուղղակի մարդու առողջությունը վստահես անփորձ մասնագետին, հա։ Այդ առումով դժվար է այդ մարդկանց գտնել, սովորեցնել անընդհատ այդ ամեն ինչը պահել։ Պրեպանը իր դժվարությունները նրանում է, որ պետք է անընդհատ այդ կրեատիվությունը ստոպ չտաս։ Մի բանը անում ես, չգիտեմ, նախ պետք է որակին հետևես, որտեղ ամեն դեպքում սննդի հետ գործ ունես, սերվիզին հետևես, հաճախորդները մաքսիմալ բծախնդիր են, հա, չգիտեմ, լավ չժպտացին, լավ չսպասարկեցին, որովհետև այնքան այլընտրանք ունեն Երևանում, որ բնականաբար իրանք էլ արդեն իրանց ընտրությունը փորձում են ամենալավում կամ ամենահամեղում ոնց որ կատարել, նեշի միս կամ երկու սրճարանը, դե բնականաբար այնտեղ էլ պետք է որակին հետևես, սերվիզին պետք է հետևես, մի բան էլ լուծում ես, տեսնում ես մի ուրիշ բան է խնդիրը, ու պետք է ամենակարևորը, որ իրոք շատ էներգիա է տանում, այդ կրեատիվ փուլն է, հա, նոր մենյուներ գրելը, նոր դրինքեր մտածելը, օրինակ ես այսօր առավոտյան ժամը 9-ից մենք այդ spring menu-ի նկարահանման ենք։ Այդ ընթացքում դու հասկանաս, այդ որոնք են այդ դրինքերը, որոնք են որ մարդու համար հետաքրքիր է, ինչ գին դնես, ինչ որակ ունենաս, ու սենց լիքը իր հետևից եկող խնդիրներ, բայց պետք է վայելես, օրինակ ես իրոք վայելում եմ այդ ընթացքը, ու ինձ թվում է դա ամենակարևորն է։ Բայց թվում է դա անպայման փոխանցվում է նաև հաճախորդին, ցանկացած բիզնեսի էներգիան ոնց որ շատ անգամ էլ դրա հետևից են հենց գալիս ու իրականում ուզում եի քան որ խոսում էինք սովորություններից ընդունված է մտածել որ եթե ինչ որ մի բանի վրա շատ ջանք ես դնում մարքեթինգի տեսանկյունից միշտ ինչ որ նեգատիվ ասոցիացիաներ կան բայց իրականում այնքան շատ է ինֆորմացիան ինֆոպովդը որ լավ պրոդուկտի մասին էլ նույնպես պետք շատ խոսել ու դա ինչ որ մարքեթինգային կողմը չի դրա թե ոնց որ այդտեղ պրոդուկտը չի դժում, այսինքն ինչքան լավն է քո պրոդուկտը, այնքան պետք է ավելի շատ խոսել, որպեսզի հասնի տեղ մարդկանց, քանի որ հիմա ամեն տեսակ ինֆորմացիա կա, մարդիկ կան, ովքեր ուղղակի ինչ որ դիետաներից կամ վիրահատությունից օրինակ նիհարել են, բայց խոսում են սննդակարգից կամ ցուցումներ են տալիս եւ այլն, այսինքն այդ շեղվելը ու սխալ ինֆորմացիայի հետևելը այնքան վտանգավոր է հիմա նաեւ, որ շատ կարեւոր է որ հա այն թե այն սննդի կետերը ու թե այն մասնագետները, ովքեր իրոք տալիս են այդ բալանսավորված սննդի գիտելիքը կամ հենց այդ նոր լավ սովորությունները ձևավորելու համար են ծառայում, պետք է իրենք ավելի շատ խոսեն, որպեսզի այն ինչը որ հակառակ էֆեկտ է ունենում չլինի, որտեղ դա ցավալի է, էլի շատ։ Անժ, իսկ օրինակ կողքից թվում է, թե շատ իդեալական բիզնես է, հարթ գնում է, ամեն ինչ շատ լավ է, դու երջանիկ ես, բայց օրինակ լինում են օրեր, որ հուսահատվում ես, հիասթափվում ես ու ուզում ես ուղղակի էլ չունենալ այդ բիզնեսը։ Չունենալ բիզնեսը չեմ ասի, որովհետև չգիտեմ, ուրիշ ձև եմ սիրում իմ բիզնեսը, ուրիշ ձև եմ ոնց որ վերաբերվում այդ ամեն ինչին, բայց բնականաբար լինում են պահեր, որ հասկանում ես, թե ինչքան շատ էներգիա է տանում ինչ որտեղ, հա, որովհետև շփվում ես, ունենք մենք արդեն ոնց որ 8 մասնաճյուղ
90-ից ավել աշխատակից, այդ ամեն մեկը ունի իր հոգսը, ամեն մեկը ունի իր խնդիրը, ամեն մեկը ուզում է լինի լսված, ամեն մեկը ուզում է նկատված լինի ու քանի որ բոլորը սովոր են, որ ես բիզնեսում 24/7 եմ, իրանք իրականում դրա կարիքը ինձանից ունեն։ Այն երեխեքում հետ ես աշխատում եմ, առաջին մեծամասնությունը առաջին օրվանից ինձ հետ են, այսինքն թիմը ոնց որ այդ շատ ջերմ է մթնոլորտը, Աննան էլ էս վերջում միացել է մեզ, ինքն էլ չգիտեմ, ինձ թվում է ինքն էլ կասի, բայց իրականում չի լինում պահ, որ ասեմ չեմ ուզի ունենամ այս բիզնեսը, բայց լինում են շատ պահեր, որ իրոք հուսահատվում ես, որովհետև այն առելի գործից հետո մեկ է կարող է մի հատ ինչ-որ նեգատիվ մի բան, որը որ նորից եմ ասում, կարա լինի շատ փոքր մարդկային ինչ-որ չպատկերացում, մարդկային անուշադրություն, որը դու հասկանում ես, որ ինչքան այդ րոպեին ջղայնանում ես, բայց դու էլ ես թույլ տալի այդ սխալները, բայց մի հատ նենց հետևանք է այդ ամեն ինչը ունենում, որ վերջում չգիտեմ, ուղղակի ուժասպառ ես լինում, ուզում ես ոչ մի բան չանես։ Հենց հոգնելու պահեր են գալիս, որ ուղղակի որպես մարդ մի պահ։ Բայց ինձ թվում է դա բոլոր տեղերում է, մեկ ես որպես մամա էլ եմ սենց զգում, որ չգիտեմ, հոգնելը նորմալ է, ինձ թվում է կարելի է հոգնել։ Կարևորը հետո նորից ոտքի կանգնել արագ։ Ինձ թվում է գտնել այդ մոտիվացիան։ Մենք որպես կին այնքան շատ ենք աշխատում ու մեզանից պահանջում կատարյալը, որ հենց հոգնում ենք, մեզ թվում է ինչ-որ մի ստանդարտ բան եղավ, որ էսխի հոգնեցի։ Տղաների դեմքի։ Իրոք, որովհետև ինձ թվում է ոչ մի երևի թե ես չեմ ուզում թերագնահատեմ կամ ինչ-որ գերագնահատեմ, բայց ինձ թվում է, որ մենք միշտ մեր ստանդարտները էլ ավելի ենք բարձրացնում, ինչը լավ է։ Լավ է, բայց էներգիա տան, օրինակ այս տարի ես տարին սկսել եմ այն մտքով, որ օքեյ, կարամ մի բանը չհասցնեմ, ինչ։ Իսկ լավ հարց, օրինակ հիմա հարց ունեմ, Անժելա ջան, քեզ, իսկ լինում է, որ ինչ որ մի բան զոհաբերես, որ մի ուրիշ բան հասցնես։ Դե դա անհնար է, ինձ թվում է, դա չի կարա լինի, դա չի կարա չլինի, որովհետև չես ամեն դեպքում մարդ ես։ Նեք ինչն է զոհաբերում հեշտությամբ ու ինչը չես զոհաբերի։ Այնքան դժվար է դա ասելը։ Հիմնականում այդ ամեն ինչը չգիտեմ, ինչ որ գործերի փորձում դասավորել գործերս կամ ինչ որ բաները, զոհաբերել տենց ինչ որ կարևոր բաներ, ինձ թվում է ոչ մի բանն չեմ զոհաբերի։ Հիմնականում ամենաշատը, որ իմ համար, չգիտեմ, ես միշտ ասում եմ, չգիտեմ, մենակ ես եմ, տենց թե չէ, բայց նույնիսկ որ միտեղ գնում եմ, որ անդադ սրտիս մեջ բանա, որ վայ երեխեքին քիչ տեսա, վայ նամանավանդ որ հիմա դպրոց են գնում, չգիտեմ, ինչով գալիս են տուն, մի հատ որ երեկոյան միտեղ ես գնում, այդ ամեն ինչը առավոտը վեր ենք անում դասի են գնում, այ փորձում եմ շաբաթ կիրակին ոնց որ իրանց նվիրել, չզոհաբերել դա, ոնց որ դա չփոխել, որովհետև հասկանում եմ, որ այլ տարբերակ, այսպես ասած, չկա, բայց չկա ինչ որ մի բան, որ օրինակ ասեմ, սա կզոհաբերեմ ինչ որ ուրիշ բանի համար, փորձում եմ, չէ, այդպես չանեմ։ Դու իրոք ամեն ինչ հասցնում ես ու քո գաղափարախոսության մեջ մտնում է, որ մտքիդ տեղ լինի կանես։ Իրոք, 100%։ Այդ շատ մոտիվացնող է, ասեմ, այդ վարագիչ է։ Չէ, իրոք ես տենց եմ կարծում, որտեղ որ մտքիդ տեղ լինի, կանես, դե լավ, ոնց կարաս չանես։ Մի բան որ չես անում, ուրեմն մտքիդ չի։ Կանես ինչ որ մի բանի հաշվին, քնիդ հաշվին, հանգստիդ հաշվին, ներվերիդ հաշվին կարող է, այսինքն կարող է առողջությանդ հաշվին, որը լավ չի, բայց կանես, որ շատ ուզես։ Ես այդ թեմայով լավ օրինակ բերեմ, երբ որ ես ավարտեցի համալսարանս, ամերիկյան համալսարանը, հետո նեն ստացվեց, որ ոնց որ բարձրագույն կրթություն, այսպես ասած, ոնց որ բակալավրից էլ master degree չարեցի, ամուսնացա։ Ու դա իմ մամայի համար սենց ահավոր ինչ որ ստրես էր, գիտեր, վсё, կյանքը փծել է, բա երբ պետք է այ մարդ կան եմ էլի սպասի։ Հետո նեն ստացվեց, որ ծնվեցին իմ զույգ տղաները, ու իրոք այնքան շատ էր կողքից այդ մոտիվացիան, որ ես ընդունվեցի համալսարան, որը որ ինչ որ շատ սպոնտան է եղել, ու ընդունվեցի Շվեյցարիայում համալսարան Glion Hospitality, որը որ on-line 1.5 տարվա ծրագիր, ու այդ ժամանակ իմ երեխեքը փուճուր, դե բնականաբար ունեմ օգնողներ, իրանք էլ ինչ որ կեսից գնացին մանկապարտեզ, բայց ես առավոտվա ժամի 9-ից ժամը մինչև 6-ը նստում էի դասի, ոնց որ կնստան այնտեղ։ Հետո անում էի դե բնականաբար տնային աշխատանքներ եւ այլն, ու տենց ես այդ մի տարին սովորեցի ու միշտ այդ մտքիդ տեղ լինի կանես։ Հետո պարտավոր էի գնայի հյուրանոցներում աշխատեի, գնացել այստեղ բան Ալեքսանդր հյուրանոցում 6 ամիս պետք է աշխատեի։ Այդ ամենը սկսվեց housekeeping-ից, հետո տենց բաժիններով գնացի սպա եւ այլն։ Այդ ժամանակ իմ համար դա աննկարագրելի ստրես էր։
Ինչ տեսանկյունից, որովհետև նախ ուրիշ միջավայր էր, հետո իմ կոմֆորտ զոնայից դուրս էր ամեն դեպքում, բայց հիմա որ հետ եմ նայում, անչափ, չգիտեմ, գնահատում եմ շատ բարձր այդ օրերը, այդ իմ որոշումը, ամուսնուս support-ը, ծնողների support-ը, եղբայրներից, ինչի, որովհետև այդ ամեն մեկի կողմից այդ մոտիվացիան տեսնելուց ես չէի հանձնվում։ Ամեն օր զարթնում ես, մենք արանք կստացվի, կլինի, ու այդ արանքում ասեմ, որ վերջում էլ նենց ստացվեց, որ չգիտեմ ոնց գտանք պրեպայի Ամիրյանի մասնաճյուղի տեղը, սկսվեց շինարարություն ու այդ իմ դասերի վերջում բացվեց ուղղակի այդ բիզնեսը։ Ուսած ես վերջում չգիտեի ինչ Միգուցե անել։ եթե դու այդ դժվարությունների մեջով չանցնեիր, չծնվեր այդ բիզնեսի Իրականում բիզնեսը կար։ Հետո ես անդադ ինչ որ տարածքների փնտրտուքների մեջ էր ու չէի գտնում այն ինչ, որ ասի դե լավ, կսովորեմ ոնց որ ընթացքում, մինչև որ այդ ամենը ու ասած ամեն ինչ ոնց որ իրար հետ եղավ։ Երբ որ ինձ զանգեցին ասին ընդունվել ես, մի քանի օր հետո զանգեցին ասին մի հատ տարածք կա, կարող մի հատ գնանք նայենք, ուսած իրար հետ եղավ էլի ուղակի, բայց ոչ մի բանից ես չէի կարա հրաժարվել, այդ զոհաբերելը ես ոչ մի բանը չէի ուզում զոհաբերել ու իրականում բարդ էր իմ, չգիտեմ, ներվերի քնելու եւ այլն հաշվիներ, բայց ստացվեց։ Իրականում ինձ թվում է, որ երբ որ ճիշտ որոշումներ ես կայացնում, ինչքան էլ որ դժվար է լինում, միշտ հաջորդ ու ավելի լավ этаպը ավելի հեշտ է բացվում։ Իսկ երբ որ հետաձգում ես կամ անընդհատ ինչ որ պատճառներ, արդարացումներ ես գտնում, այդ տենց միշտ այդ շղթան շարունակվում է։ Բայց գիտես, ինձ թվում է կողքի մարդիկ էլ պետք է ոնց որ հարազատները Չէ, բայց կողքի մարդկանց դնենք մի կողմ, ինքդ ոնց են ասում dream big, դու պիտի միշտ ոնց որ մեծ երազանքներ ունենաս, քո նիշան բարձր դնես, որ Հա, բայց գիտես կնոջ օրինակ ես շատ եմ նկատում, կնոջ պարագայում շատ է լինում, որ նա ամուսնու կողմից չի լինում այդ support-ը, կամ լինում է comment դե լավ, պետք է քեզ կոպիտ ասած, դե չէ, բա ոնց կլ այդ դեպքում արդեն հիմա օրինակ հիմա էլ եթե ես մի բան որոշեմ կողքից մի հատ ինձ sense ինչ որ բան ես միանգամից sense ոնց որ մտածում եմ, արդյոք ճիշտ է այն որոշումը, պետք է դա անել, թե պետք չի անել։ Բայց երբ որ կողքինդ էլ է supportive, երբ որ դու տեսնում ես, որ դու քո որոշումներում, այսպես ասած, վստահ ես ավելի, հա, որովհետև կողքից նույնիսկ եթե դու չհաջողես, որտեղ ամեն ասպազում կա այդ ամեն ինչ, որ կարաս չհաջողես։ Ոնց որ կողքիդ ունես մարդ կամ մարդիկ, ովքեր որ մեկը քո կողքն է, այդտեղ ավելի դու ինքնավստահ ես լինում քո որոշումների մեջ։ Բայց ամեն դեպքում մարդուց շատ բան է կախված։ Այսինքն, հա, եթե դու չունենաս այդ պատասխանատվության բարձր զգացումը, անգլերենով sense of urgency, անընդհատ ինչ որ մի բան նախապես հաշվի առնել, մի քայլ ավել մտածել, դա ինձ թվում է շատ կարևոր աշխատանքային ու վարքագծային տենց էթիկայի ինչ որ մի հատ բան է, որ պիտի քո մեջ լինի։ Երևի թե դա մտածում եմ, որ բիզնեսի կառավարման համար էլ առաջտային, որ ունենաս այդ անընդհատ պատրաստակամ լինելու ջիղը, որովհետև պատասխանատվության սկոպը մեծ է, ասես թե նենց։ Այո։ Անժիսկ ունես ինչ որ նոր նպատակներ, երազանքներ, որ ձգտում ես դրանց։ Հա, երևի ուսման մեջ, անցած տարի արեցի Harvard-ի մի քանի on-line կուրս, բայց շատ կուզեմ հենց MBA անեմ։ Շատ դժվար է այդ որոշմանը գալ, որտեղ հասկանում եմ ինչքան ժամանակ պետք է այդ ամեն ինչին տամ, բայց ինձ թվում է կանեմ։ Իսկ օրինակ դու քո երեխաների համար ըստ քեզ role model ես իրենց համար, հայրեն չգիտեմ ոնց են ասում դա։ Ինձ թվում է, հա, որովհետև ես իրանց էլ եմ դա սովորեցնում, հա, որ այդ չհանձնվեն, որ իրանք լինեն նենց ոնց որ իրանք կան, անեն այնքան ինչքան ստացվում է, բայց երբեք չասեն չի ստացվում։ Մանավանդ փոքր տարիքում, առաջին, երկրորդ դասարան շատ է լինում, դե ինձ մոտ լավ չի ստացվում, դե ես չեմ կարող, դե եւ այլն եւ այլն։ Ես իրանց բնականաբար այդ ամեն ինչը փորձում եմ սովորացնել, ու ինձ թվում է ինչ որ միտեղ, հա, որտեվ իրանք էլ են տեսնում, ինչքան շատ եմ աշխատում, ինչքան շատ եմ էներգիա դնում։ Ու իրանք միշտ հպարտանում են, չէ՞, օրինակ ես իմ երեխաներից նկատում եմ, կարող է ես մտածեմ, ես ոչինչ չեմ անում, բայց իրանք այնքան հպարտ են ինձանով լինում, որ դա ուժ է տալիս։ Հա, չեն արտահայտվում, բայց անում են։ Մեկ էլ հիմա որ նպատակ չէ, ինչ որ փոքր նպատակ է, բայց
ուզում եմ ավելի այդ wellness-ի թեմաներով, եթե ասեմ, այդ, չգիտեմ, Ամերիկայում կա այդ 75 hard challenge, չգիտեմ, տեսել եք, թե չէ։ Ընտրում ես։ Չէ, ես էլ տեղի եմ։ Հիմա ուզում եմ դա անեմ, բայց տրամադրվում եմ։ 75 օր, ընտրում ես 5 habits, այսպես ասած, եւ 75 օր դա պիտի անես։ Օրինակ, կարա լինի ամեն օր մարզվելը, ինչ որ X քանակի ջուր խմելը, քայլելը, օրինակ, չգիտեմ, շաքար չօգտագործելը ու ինչ որ էլի մի բան, բայց 75 պիտի օր անես։ Դե իրականում սա շատ հեշտ է թվում, բայց կան մի քանի ոնց որ աղջիկներ, որ TikTok կամ Instagram-ով հետևում եմ, անում են, դա բավականին բարդ է, բայց ում տրամադրում կարող է 75 օր չանեմ, բայց 40 օր ինչ որ կարելի է փորձել, կարելի է նույնիսկ տենց challenge անել, ինչ որ կարելի անել, խումբ բացել, բայց կականից եկեք անենք։ Լավ միտք է։ Ու տենց ոնց որ դնում ես դա ասում է նրա ոնց որ այդ աղջիկ որ պատմում էր, ասում է իմ կյանքիս ամենադժվար բաներից է որ արել եմ, որտեղ ասում է ինչ որ մի կետից այդ մոտիվացիադ կորումով դու հասկանում ես որ մնացել ես որոշմանդ հետ մենակ, բայց ասում է mindset-ը, այդ consistency-ին, որ ամեն օր այդ 5 բանը դու պահում ես, sense լրիվ shift ալնում, ուրիշ մարդ ես դառնում, թե ֆիզիկապես եւ թե ոնց որ հոգեպես։ Հա իրականում դիսցիպլինան շատ կարևոր գիծ է, որ միշտ պետք է դաստիարակես։ Ես հիշում եմ, որ դպրոցական տարիների ընթացքում պրոֆեսիոնալ լողով էի զբաղվում երկար տարիներ, հատկապես այն տարիներին, որ Հայաստանում չէի ապրում, ու հիշում եմ, որ այդ սկզբի մի քանի ամիսը այնքան դժվար էր այդ պարապմունքները ժամերով պահել, ու այնտեղ սննդակարգ ես պահում, ամեն ինչ չես կարող ուտել, հետո լողից հետո պիտի գնաս երկար վազքի, իսկ իմ համար դա շատ մեծ challenge էր։ Առաջին մի քանի շաբաթը ես տան աստիճանները 4 թաթ էի բարձրանում, որովհետև ուղղակի ոտքերս չէի զգում, ու հիշում եմ, որ մրցումներից մեկի ժամանակ նույնիսկ կեսից կանգնել եմ, դուրս եմ եկել ջրից ու լաց եմ եղել սենց հոնգոր, որովհետև ահավոր դժվար էր, բայց այդ իմ լավագույն հիշողություններից է, որովհետև այդ դիսցիպլինա սովորելը, այդ ճանապարհը շատ բարդ է, բայց ինքը շատ պարգևատրող է։ Այո։ Ու հետո կյանքում ինչքան դժվարություններ էլ որ լինում են, մի տեսակ մկանային հիշողություն է մնում, ու դու հիշում ես դու քեզ ոնց ես այդ սիտուացիաներից դուրս հանել, հա, ու այդ քեզ ծառայում է։ Հա, դա քեզ Նաև կոփում է, տենց ինչ որ ստրեսային չի թվում, ասես դե լավ, ուղղատել մարմինդ էլ կոփում է, հա, հաստատ։ Դե լավ կանեմ, բայց այդ challenge-ը կարելի է կազմակերպել։ Իսկ ոնց է միայն ինչ որ տենց healthy habit-ներ են, թե օրինակ Չէ, հա, օրինակ այդ աղջիկը օրվա մեջ 10 edge գիրք կա այդ էլ էզում հարցն ինչ որ այսինքն բայց պետքա լինեն նոր habit-ներ, ինչ որ բաներ, որ դու ուզում ես։ Օրինակ մինչև այդ չես արել, այսինքն որ մի բան անում եմ, այդ չեմ կարա, այդ 5-ի մեջ հաշվում։ Չէ, կարաս, ինչը որ քեզ ավելի լավն ասարկում, ավելի առա։ Ես ուզում եմ օրինակ գիրք -1 օրինակ պարապելը, ջուրը, քայլը, գիրք կարդալը, որտեղ օրինակ իմ մոտ այդ կարդալը լավ չի ստացվում։ Հա, իրականում իմ մոտ էլ ես միշտ որորը որ մի բան այնքան հետաքրքիր է, եթե մի օր մի բան կարդասած չեմ լինում, մի նոր բան սովորած չեմ լինում, ինձ մեղքի զգացումով եմ քնում։ Ես այնքան դժվար եմ կարդում։ Բայց ես ավելի լսում եմ, քան կարդում։ Հա, ես դա լուծումը գտել եմ, մի շրջան սկսեցի աուդիո գրքեր շատ լսել ու կան հատուկ հարթակներ, որտեղ ընթերցանությունը լրիվ հարմարեցված է աուդիո տարբերակին։ Բայց լավ չի, պետք է կարդալ։ Բայց դա իրականում շատ վատ է, ասեմ ձեզ ինչի, որովհետև ստացվում է, երբ որ դու լսում ես, այնտեղ դու նույնիսկ կարող ես արագությունը, չէ, կոնտրոլ անել։ Ստացվում է դու քո մեջ ավելի նստածնում ես այդ անհամբեր մենք դեմ ենք բնավորություն, այսինքն դու թեկուզ ես նկատել եմ, նույնիսկ մեկ ամուսինս ինձ նկատողություն անում, ես բոլոր voice-երը սկսել եմ անգամ երկուսով ու դու սենց ոնց որ քո կյանքը արագացնես ու հիմա երբ որ դու ապրում ես արդեն իրականության մեջ մեկ ուզում ես այդ անգամ երկուս անես այն իրավիճակները, որը որ քեզ օրինակ պետք է այդ պահին դու չես կարդալը, ինձ թվում է այդ լսելը մեկա չի փոխարինում, օրինակ ես իմ վրա զգացել եմ, որ ես իմ ամբողջ կոնտենտը անգլերեն եմ նայում, կլինի ֆիլմ, կլինի, չգիտեմ, ինչ որ եթե ընթերցանություն, միայն անգլերեն, օրինակ հայերեն, ռուսերեն չէ, բայց հիմա քիչ եմ ոնց որ այդ ամեն ինչով ավելի քիչ է, չեմ հասցնում ինչ որ ֆիլմեր դիտել համբերություն չունես, չէ, ուզում ես կարդալ, բայց կարդալը չէի կարողանում դիտել։ Ես հասկացա, ես չեմ կարողանում կենտրոնանալ, գնում եմ բանի մեջ։ Հիմա այն վրա աշխատել եմ, դիտում եմ, բայց կարդալը օրինակ ու ես հասկացել եմ, որ դա կոնկրետ իմ անգլերեն խոսակցականի վրա ազդել է, որովհետև առաջ ես ավելի sense fluent էի խոսում, ավելի առանց մտածելու էր։ Հիմա ես հասկանում եմ, որ ոնց որ ոչ թե բառապաշարը սա քչացել, այլ sense ինչ որ մի բան պակասում է։
Ինձ թվում է կապ ունի ինչ նպատակով ես կարդում, եթե ուղակի ժամանց կամ ինչ որ սիրած գրականություն, բայց օրինակ դեպքեր կա, որ քո մասնագիտության մեջ քեզ շատ նոր ինֆորմացիա է պետք ու իրոք օրվա մեջ ժամ չունես նստես ու հանգիստ կարդաս։ Դե կարաս իստում այդ աուդիոբուքի բնականաբար։ Բայց լրիվ համաձայն եմ, որ լրիվ տարբեր բնավորություններ են ձևավորում։ Հա, իրական կարդալը պիտի մի քիչ լինի նաև համբերատարության մասին, այսինքն դու նստես ու հենց այդ է, որովհետև մենք հիմա ունենք ամեն հնարավորություն ավելի խորացնելու մեր այդ անհամբեր բնավորությունը։ Ամեն ինչ կարողանում ենք արագացնել, այսինքն վիրտուալ աշխարհում մենք ամեն ինչ կարողանում ենք արագացնել, իսկ իրական աշխարհում արդեն դու սկսում ես ինչ-որ բաների չդիմանալ, արդեն սովոր ես ընդեղի են անգամ երկուսին։ Պրոստը գիտես, օրինակ ես շատ եմ հիմա այդ նույն այդ մեդիտացիա, չգիտեմ, չէ՞, ես օրինակ չեմ կարողանում, իմ ուղեղս չի անջատվում, ոչ մի պարագայում, նույնիսկ իսկ քնած ժամանակ չի անջատվում, բայց ես հետո հասկանում եմ, որ ես նույնիսկ արթնանում եմ, ասես սպառված, որտեվ ես այնքան եմ overthink անում ամեն ինչ, ոչ մի ձև չի լինում դա ստոպ տալ, որ ասում են առավոտյան անում եմ մեդիտացիա։ Իրականում ես էլ եմ այդ խնդրի հետ բախվել, ես էլ ինքս էլ փորձում եմ շատ, այսինքն դա իմ համար նպատակ է, որպեսզի ստացվի, բայց չի ստացվում։ Ես ինձ համար ուրիշ տեսակի մեդիտացիա եմ մտածել, բայց սպորտի ժամանակ, հա, ինքը էլի կարա համարվի մեդիտացիա, բայց այն մեդիտացիան, որ ինձ պիտի ինչ-որ նոր բան սովորացնի, իմ համար այս պահին ուղղակի թեկուզ մի քանի րոպե, 10 րոպե կլինի, 20 րոպե կլինի, ոչինչ չանել, ինձ ստիպել ոչինչ չանել։ Այսինքն ես ինձ չեմ ուզում ստիպել նստել մեդիտացիայի մեջ, որովհետև դա իրականում ինձանից մեկ-մեկ շատ ռեսուրս է տանում, բայց ես ինձ ստիպում եմ ուղղակի ոչինչ չանել։ Այդ իրականում էլի ինչ որ մեդիտացիայի տեսակ է, որ կարող է մի օր բերի արդեն ռեալ մեդիտացիայի, էլի։ Ինձ թվում է այնքան ունիկալ բան է, դա ամեն մարդ պետքա գտնի իր ռիթմին համապատասխան ձև։ Ես օրինակ նկատել եմ, որ ինձ օգնում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որ կարողանամ միտքս սաստել։ Նամանավանդ պիլատեսը, որտեղ օրինակ պիլատեսի ժամանակ սա կենտրոններ, չէ՞, որ մկաններ ճիշտ բայես, խորը մկաններ աշխատացնես։ Օրինակ մինչև 8 տարի, 9 տարի զբաղվում եմ պիլատեսով, բայց օրինակ անցած տարի ինչ որ մի կետից այդ shift եղավ մոտս, որ սկսեցի ուրիշ ձև այդ կենտրոնացումը լինի ու եթե ստացվում է օրինակ ամբողջ դասի ընթացքում այդ հեռախոսը մի կողմ դնել ուղղակի, այսինքն ես ինչ կարևոր զանգեր չինում, ես հասկանում որ այդ ժամանակ իրոք իմ ուղեղը ասես լրիվ ուրիշ ձև ասես հանգստանում, որովհետև ինքը կենտրոնանում է մենակ մկանի աշխատանքի վրա։ Ուրիշ բան չեմ մտածում։ Իրականում ամենաստրեսային աշխատանքային տենց պերիոդներում ինձ նաև օգնում է դասական երաժշտությունը, բայց ես չեմ կարող գլուխ կովել, որ ես հասկանում եմ երաժշտությունից կամ ամբողջ կյանքում լսել եմ դասական երաժշտություն, ոչ, բայց այդ պերիոդներում շատ միսակ լավ ազդեցություն ունենում մտքիս վրա, չգիտեմ, երևի մեդիտացիան էլ ինչ որտեղ է դա։ Իրականում ամեն մարդ պիտի գտնի իրենը, չի կարա նույն մեդիտացիան բոլորի համար լավ լինի կամ չգիտեմ, մեկի համար դա կարող աղոթքը լինի, մեկի համար պետքա ամեն մարդ ինքը գտնի ինչն է իր հոգուն հարազատ, որ ինքը դրա հետ կոմֆորտ լինի, այսինքն եթե պիտի անես զորով քո դիակի վրա կոպիտ ասած, դա արդեն քեզ լավ չի լինելու։ Ստրեսի միջոցով պետք չի անել։ Օրինակ ես այս վերջում հենց այնց հետաքրքիր է, որ sense իմ համար բալանսավորված, դասավորված ապրում էի ու ամեն ինչ տեղում էր ու sense մի անգամից այդ իմ բոլոր սովորությունները, այն ամեն ինչ որ գիտեի, մարմինը նենց ոնց որ ճանաչում էի, նաև իմ դիսցիպլինան նենց ոնց որ գիտեի, ուղղակի sense քանդվեց մի քանի օրվա մեջ ու հետո նորից 0-ից ընդունել, որ նորմալ է որ սովորեմ, նորմալ է որ ես մի րոպե կարողանամ ես ինչ մի բան անեմ կամ նորմալ է որ չկարողացա անել, ոչինչ։ Այդ այնքան դժվար է, հա, շատ, բայց ես ուրախանում եմ դրանից ու գոհանում եմ, որովհետև այդ եւս մի հնարավորություն է ինքդ քեզ էլ ավելի ճիշտ կոփելու ու քո ռեսուրսը իրականում գնահատելու ու մետրոսերնով բարկա տրանժիրից քո էներգիան ամենտեղ sense չկորցնելու համար, որ իմանաս ինչքան թանկ բան է քո էներգիան, որ ճիշտ իրականում քեզ ուրիշ կողմերից ես ճանաչում ու ավելի գնահատում։ Ու կարևորը այդ պահին ընդունել, որ նորմալ է։ Հա, նորմալ է, նորմալ չլինել։ Հա, ու կարևորը չհամեմատել, օրինակ հիմա դուք որ sense խոսում եք, ես կողքից նայում եմ, ինչքան շատ համ ինֆորմացիա կա on-line-ում, այդ մասնագիտական միշտ այդ digital պատկերացնում եմ, թե ինչքան տարբեր մարդկանց մոտ բիզնեսների մոտ գնում է։ Ու երիտասարդները, աղջիկները հատկապես, ինչքան են իրենց համեմատում ուրիշի հետ, ասում են, այ նայ, ինքը ես էլ պիտի վազեմ, որ հասցնեմ, ես էլ պիտի ինձ կոտորեմ, որ հասցնեմ։ Ախր այնքան fake է այդ ինֆորմացիան, այնքան ոչ ռեալիստիկ է, այնքան ոչ հավաստի է, այսպես ասած, որովհետև նույնիսկ
նկարով, հա դու տեսնում ես, չգիտեմ, ինչ որ մեկին ասում ես, վայ, նենց կուզեի ես էլ սենց լինի, հետո մեկ էլ իրական կյանքում տեսնում ես, հասկանում ես, որ չէ, լրիվ ուրիշ բանի մասին է Հետո բացի դա մենք տեսնում ենք, չգիտեմ, օրինակ մոդելների, հա, բնականաբար բոլորս ուզում ենք լինել մոդելների պես գեղեցիկ, հետո ես մի հատ սենց սկսում եմ ուրիշ կողմից նայել, ասում լավ, ինքը մոդել է, ես Հասմիկն եմ, ես ուրիշ մարդ եմ, ես մոդել չեմ, անպայման չի լինել մոդել, չէ՞։ Մենք միշտ ուզում ենք բոլորի ամենալավ կողմերը մեր մեջ տեսնել միշտ։ Իրականում այդ շատ սիրուն բանա, որ ես միշտ իմ ուսանողներին փորձել եմ փոխանցել, որ ճանաչես ինքդ քո առավելությունը, տարբերությունը, որով կարող ես contribute անել, օգնել այն քո community-ին, այսինքն եթե բոլոր միանման լինեք, միցեք անհետաքրքիր է։ Իրականում Հայաստանում կոնկրետ իմ ոլորտում ասեմ, շատ կա։ Իրականում լինում է кейսեր, որ նույնիսկ չես փորձում, բայց նմանվում ես կամ նմանվում են քեզ, որովհետև դու հասկանում ես, որ նույն աղբյուրից ես սնվում, հա, մոտիվացիան նույն տեղից է գալի, նույն բրենդերին ես հետևում եւ այլն։ Հիմա օրինակ այսօր ուղարկել են թե մայրիկս Պոլում ինչ դիզայն է հաստատել Գարնանային։ Շատ նման է պրեպայի դիզայնին։ Որ ես ընկել եմ հիստերիայի մեջ, բայց դու հասկանում ես, որ չես կարա ոչ մի բան ասես, որովհետև աշխարհը հայացել լիքը մարդու նույնն է, ճաշակը նույնն է, տրենդերը նույնն է եւ այլն։ Ի նկատի ունեմ, այդ նմանվելը ինչ որ միտեղ լինում է ոչ դիտավորյալ, բայց կան кейսեր, որ դու տեսնում ես, որ դիտավորյալ է ու օրինակ իմ համար դա շատ անգնահատական շատ վատ է, որովհետև իմ կարծիքով ոնց որ օրինակ ինչ որ մեկի մոտիվացիան, որի շուրջ ինքը աշխատել է, ասենց ապրել է այդ մտքով եւ այլն, ուղղակի վերցնելու կրկնօրինակել ու ասել, որ դե հա, օքեյ, իմ համար օրինակ շատ այնց բադ кейս է, էլի։ Հա, իրականում դժվար է միշտ մնալ, պետք է չի ինչ որ տարբերվող լինել ինչ որ հատուկ բաներով, բայց հա դու միշտ տալիս ես այն ինչ որ քո ներսում ստեղծագործել ես անում ես ու դա տարբերվում է։ Այդ էներգիան է, էլի, որ ինքդ երբեք չես կարող կապի անել։ Դու լինես դու, այսինքն լինես մաքսիմալ անկեղծ ինքդ քո հետ ու այդպես էլ քեզ ներկայացնես, այդ ամենակարևորն է ցանկացած բնագավառում։ Ես մի հատ հարց ունեմ։ Ճիշտ է, որ պրեպայի բոլոր ռեցեպտները մի հատ նախ քո խոհանոցում են ստեղծվում։ Ես տանը շատ բաներ եմ սարքում, ես որ նախ ասեմ, ես որ լարված եմ, նյարդայնացած եմ, ինչ որ մի բան սարքեմ ու այդ բոլորը գիտեմ, բոլորը ասում են դրոպային, որ դանակի տակ մենք էլ ընկնենք։ Մեզ էլ էս մի բան, մեզ էլ էս այդպես։ Շատ բաներ եմ տանը ես ինքս փորձում, շատ բաներ կա, որ ես ուղղակի գնում եմ մեր խոհարարները լիպարիտի հետ խոհանոցում, Թենգիզի հետ բարում, Կրիստինայի հետ կոնդիտերիայում, ասես կոնկրետ ես հետները պատրաստում եմ, կամ տանը օրինակ թխում տանում եմ, օրինակ հիմա այս վերջում, օրինակ այս spring menu-ն ես full մասնակցել եմ process-ին, մեր բանանա բրեդերը, որը որ փոխել ենք լրիվ առանց շաքարի, ես եմ տանը պատրաստել ոնց որ տարել, տենց ինչը որ ես մոտիվացված եմ այդ ամեն ինչում, մեր օրինակ շոկոլադները, հա, խուրմայով, սնիկերսները եւ այլն, ես այդ ամեն ինչը իմ տանը իմ առօրյայում օգտագործում եմ։ Բայց օրինակ ես կարծում եմ, որ հաջողվածային բիզնեսը, ում հիմնադիրը, որ բիզնեսի հիմնադիրը իր սեփական փորձը անպայման ներդնում է բիզնեսի մեջ։ Այսինքն ցանկացած մարդ պիտի այնպիսի բիզնես սկսի, որտեղ որ ինքը ունի իր փորձը, experience-ը։ Այդ product-ը որ դու ստեղծում ես, երբ որ դա քո ոնց որ քո հոգուն, այո, կարևոր չի դա ես լինեմ, կարա լինի դա խոհարարը։ Դու դրա promotional flow-ն շատ լավ ես պատկերացնում, ասենց գլխից մեջ գծած է, դա ոնց պետք է, չգիտեմ, հա, դուրս գա, չգիտեմ, այդ ամեն ինչի մասին խոսացվի, ոնց պետք է նկարվի, ոնց պետք է ասվի, որն է իր առավելությունները եւ այլն եւ այլն։ Այսինքն շատ բնական է ստացվում, բայց երբ որ դա արհեստականորեն է բերվում քեզ, օրինակ, չգիտեմ, չհասկացողին ասվում, բայ գիտես ինչ էս համեմունքները խառնել ենք իրար, ավտոմատ դու սենց որ հա, ինքը պետք է բնական process լինի։ Ինձ թվում է հաջողածային բիզնեսը, որտեղ որ բնական process կա։ Միանշանակ։ Ճիշտ է, վստահ։ Լավ, ու ես ուզում եմ սենց
որ մի քանի հավես օրինակ մտքեր մեզ հետ այսօր կիսես, օրինակ որ սկզբունքներն են, որոնցով դու առաջնորդվում ես, որpիսի իսկապես մնաս թե բալանսի մեջ, թե հաղթահարես այդ ներքին challenge-ները, որոնց մասին հենց նոր խոսում էիր ու որ իրոք այդ կարծին կանչի, որ դու էլ ունես քո challenge-ները, քո հարցերը, չգիտեմ, նույն այդ կենտրոնանալու հետ կապված կամ what's next, կլինի դա ուսում, ընտանիք եւ այլն։ Որոնք են այն սկզբունքները, որ օրինակ կուզեիր այսօր համել փոխանցել ու որոնք միգուցե նաեւ հենց քո բիզնեսների գաղափարախոսությանն են հոգեարազատ։ Իմ համար իմ կարծիքով ամեն ոնց որ բանում այդ consistency-ն է, չգիտեմ հայերեն ճիշտ հետևողականություն է, որովհետև երբ որ դու իրոք հետևողական ես քո որոշումներին, քո քայլերին, քո արարքներին, դու բնականաբար ինչ որ մի բան անելուց միանգամից չես նկատում, որ վայ լավ է։ Այդ հետևողականության արդյունքում է, որ դու այդ փոփոխությունը զգում ես։ Կարա դա լինի շատ շուտ, կարա դա լինի երկար ավելի տևի, բայց ինձ թվում է առաջինը հետևողականությունն է, երկրորդը որ մնաս հավատարիմ քո սկզբունքներին, այսինքն անընդհատ չփոխես քո մտքերը, դա կլինի դաստիարակության մեջ երեխեքի, հա, որովհետև օրինակ ասում են, չէ, ծնողները պետք է նույն բանը խոսեն, դա ճիշտ է, երբ որ դու երեխեքիդ անդադ տարբեր ինֆորմացիա ես տալի, անհասկանալի է դառնում։ Պետք է մնաս քո արժեքներին, քո մեջի ոնց որ եսին, հա, հավատարիմ ու թե բիզնեսում, թե կյանքում, թե ընկերների հետ, ամեն ձև, որտեվ տենց քեզ ուրիշ ձև են գնահատում, տենց դու ստաբիլ ես, դու կոմֆորտ ես, ավելի ճիշտ է։ Եվ երևի չհանձնվելը, որովհետև կյանքը իրոք շատ տեղեր է բերում, որ դու հանձնվելը շատ ավելի հեշտ է լինում, քան առաջ գնալը, բայց այդ ամեն կետում չհանձնվելը թվում է այդ պահին շատ դժվար, բայց հետո շատ rewarding է լինում, որովհետև հետո որ հետ ես նայում ու ասում ես վայ, ես ինչ լավ էր, որ ես այդ պահին պրոստը չհանձնվեցի, որտեվ հիմա կանգնած եմ մի հատ կետում, որ ուրիշ դեպքում չէր լինի հաստատ։ Անժելա ջան, ես էլ մի փոքրիկ նվեր իմ բիզնեսի կողմից քեզ։ Ես էլ որ ֆայմեի սուրճ կպետեի բոլորը։ Ես անգամ բան եմ թողած ես տրիգեր, որ ինձ էլի կանչի, ես անգամ վերել եմ։ Սուրճով, դրես կոդը սուրճով։ Այո։ Ձեզ էլ շատ շնորհակալ եմ, իրականում շատ հաճելի է, շատ նմանապես լավ ստացվեց։ Շատ մերսի։ Էլի կունենանք նման զրույցներ։ Անպայման։ Հաստատ ինչ որ մեկի կյանքում մի նոր դրական սովորություն կավելանա այս էպիզոդից հետո։ Հաստատ վստահ եմ։ Ապրեք, ուրա։ Ես շատ մոտիվացվեցի այսօր։ Հա, իսկական։ Շատ հետաքրքիր զրույց ունեցանք իրոք, Շատ շատ անկեղծ։ Շատ կայֆ էր։ Շատ հետաքրքիր էր, շատ։ Ինձ թվում է պետքա շատ սկսես խոսել դու Անժելա։ Հա։ Վաղվանից տեսեք ինչ եմ անում։ Պոդքասթ եմ սկսում։ Չէ, գնամ տուն ամուսնուս ասում, ասել են շատ դու խոսում։ Բայց ես մի հատ հարց ունեմ։ Արամ ջան, կներես։